Լավ, եթե որոշել ես առավոտը ֆիզոյով սկսես, լավ է, բայց ասեմ, որ չես կարող այս սենյակում 5 կիլոմետր վազես։ Չէ, սա լրիվ ուրիշ պահ է։ Գոր, ճիշտն ասած, ես հասկացել եմ, որ Աննայի հանդեպ անտարբեր չեմ։ Ուզում եմ զգացմունքներիս մասին ասեմ մասին Աննային դրա մասին, բայց ամաչում եմ։ Հա, որ ես էլ մայկատ ռուսիկով լինեի, ես էլ կամաչեի։ Չէ, այդ դրանից չի։ Այդ նրանից է, որ ես ինտրովերտ եմ, ու դու ինձ չես հասկանա, որովհետև դու էքստրավերտ ես։ Նախ ես չգիտեի, որ ես էքստրա եսի ինչ եմ, դու էլ ինտրո եսի ինչ։ Ոնց դու չգիտես այդ ինչա։ Հենց հիմա բացատրեմ։ Ուրեմն նայ, դու էքստրավերտ ես։ Դու էներգիա ես ստանում մարդկանց հետ շփումից, աղմուկից, ուշադրության կենտրոնում լինելուց։ Իսկ ես ինտրովերտ եմ։ Ինձ պետքա մենակ մնալ, որ լիցքավորվեմ։ Եթե քեզ համար շփումը լիցքավորիչ է, ապա դա ինձ համար զայրատկա ուտող ծրագիր է։ Ու Աննայի հետ խոսալու մտքից պրոցեսորս կախում է։ Ոնց որ մեր զամպալիտը լինես։ Մանրակրկիտ բացատրեցիր։ Գոր, դա դու այս իրավիճակում ինչ կանեիր։ Դե, եթե ամաչում ես աչքերի նայելով խոստովանես, կարաս Ինստագրամով գրես։ Ինստագրամում բոլոր ինտրովերտները դառնում են խիզախ էքստրավերտներ։ Ապրես Գոր, ապրես։ Ճիշտ է, շատ լավ միտք է։ Մենակ շալվարի մասին չմոռանաս։ Բնակվում են խառը մի քանի հոգով Շատ ապեն են չի ոսում ջներ նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես հալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Դրսում թե տանը մամայի բալա Դատար գրպանը մամայի բալան Սիրը հարվում է մամայի համար Մեկ ամբողջ գիշեր ինչ էիր անում, ռեֆերատ էիր պատրաստում։ Չէ, ինչ ռեֆերատ, պատրաստում էի կյանքս դասավորել Ամերիկայում։ Լուրջ, նոր ընկեր ունես։ Թե այն ընկերներից մեկն է գնացել Ամերիկա ու հարստացել։ Աղջիկներ շատ հարուստ է։ Ուղղակի մի հատ խնդիր ունի։ Տարիքով մի քիչ մեծ է այդ տղեն։ Ավելի ճիշտ այդ հոպարը։ Եթե ավելի կոնկրետ պապիկը։ Բայց շատ հարուստ է։ Այնքան շատ փող ունի, որ կարամ աչք փակեմ այդ ամեն ինչի վրա։ Մեկ, բայց որ տենց մեծ է, կարաս այդքան երկար աչքերդ փակ մնաս։ Աննա, քո համար ոնց է, որ ես կարամ լինեմ աշխարհի 1000 ամենահարուստ մարդկանցից մեկի կինը։ Գիտեք ինչու շատ իրա, ինչ նվերներ ա խոստացել։ Մեգիս Անուշիկս բարելույս։ Մեծ զույս ունիմ, որ այս առավոտ աղունիկներ իրենց Անուշիկ ձլվլոցով ցեզի արտնացուցած են։ Մի քանի վայրկյանից դուրը կբանաս, քեզի համար ցաղկեպունջ մուղարգած է քո սիփանը։ Անուշ, բայց ինչ կա ծիծաղալու, ես մարդու ուղակի արևմտա հայերեն ա խոսում։ Ես դրա վրա չեմ ծիծաղում, ես նույնիսկ չհասկացա տեղ ինչ է ասում։ Այդ դեպքում ինչի վրա ես ծիծաղում։ Շատ խնդալու բան եմ հիշել, պատմեմ դուք էլ ծիծաղից քրքրվեք։ Ուրեմն այն օրը մեր ծանրամարտիկներից մեկը գնացել էր բժշկի, պատմում է, ասում է բժիշկ գնացել է երիկամներից մեջ քար կա, ասացի բախի չես ասել դուր տանը մերզալում կակրա շտանգի քարի պակաս կա։ Լավ եմ չէ ասել։ Դե հա։ Բա որ հախի չեք խնդում։ Սիփան ջան, շատ շնորհակալ եմ նվերի համար։ Իսկ մի հարց, մենակ ծաղկեփունջս ուղարկել թե էլի նվերներ։ Մեգի, փաստորեն դու Սիփան պապիկի հետ իրա փողերի համար ես շփվում։ Չէ, Աննա ջան,
Սիրուն աչքերի։ Քո կարծիքով իմ նման սիրուն ու երիտասարդ աղջիկը ինչի պետքա շփվի պապիկի հետ։ Մի հատ էլ ոնց պատմեմ լսեք։ Այն օրը իջա խանութ, վաճառողին ասեց ես երշիկն ինչ արժի, ասեց կիլոն 4500 դրամ, կշռեմ տանեք, ասեցի չէ, կշռեք հրում վարժությունով բարձրացնեմ։ Աննա, այսօր դու ես ճաշանին արեդը։ Չէ, ուղղակի Անուշն ու Մեկին չեն կարողանում պատրաստեն նրբերշիկ։ Հա, դե շատ դժվար է ջրի մեջ նրբերշիկ ավելացնելը։ Երեխեք, բարի լույս։ Մի բան ասեմ, դուք Instagram ունեք։ Ինստագրամն էլ օլիմպիական մեդալ չի, որ չունենանք։ Դավիթ ջան ունենք։ Ու եթե դու ինձ հետևես, ես կդառնամ 3000 հետևորդ։ Ինձ էլ հետևի, որ դառնա 50։ Գրի Անուշ, տակի գծիկ, Ռիպսիմե, տակի գծիկ, Ֆան, տակի գծիկ, Page, ես եմ։ Աննա, իսկ դու էլ Instagram ունես, ուզում եմ քեզ էլ հետևեմ։ Իրան հետևելու համար պիտի ամբողջ օրը հետևից ման գաս։ Ինքը Instagram չունի։ Ճիշտն ասած, Դավիթ, ես հետաքրքրված չեմ սոցցանցերով։ Ինձ այս շրջանում միայն հետաքրքրում է ուսումը։ Բայց գիտես ինչքան եմ ասել, Instagram բացի կարողա դու էլ իմ նման հարուստ ընկեր գտնես։ Ես հեսա Աննայի համար Instagram կբացեմ։ Աննա, որ անունը լինի Աննա, տակի գծիկ, Ռիպսիմե, տակի գծիկ, Ֆան, տակի գծիկ, Page։ Լավ է։ Չէ, Անուշ, պետք չի։ Աննա ջան, գիտես Instagram ինչքան շատ հետաքրքիր պատմական էջեր կան։ Քեզ հաստատ կհետաքրքրի։ Լուրջ։ Եթե իմանամ, որ մեր հայ պատմիչների էջերը կան, անպայման կգրանցվեմ։ Օրինակ Ագաթան Գեղոսի, Փավսոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի։ Փաստորեն ես կարգի տեղյակ չի։ Հա իհարկե Instagram-ում բոլորներ կան։ Բարի լույս ձեզ։ Ես առանց ինձ եք սկսել նախաճաշը։ Ասեմ ավելին, Աբուլիկ, պատրաստվում էինք առանց քեզ էլ ավարտեինք։ Ապո ջան, ուզում ես հակառակը արա։ Լավաշը նրբերշիկով փաթաթի, կարող է մոտդ ստացվի։ Իսկ դուք գիտեք ոնց է կոչում վախեցող ծանրաձողը։ Չէ։ Ծանրադող։ Ասում եմ ծանրադող։ Քաղցրիգս, համովիգս, հոգիս, բացիր դուրը, քո նվերը արդեն դրան յետևում է։ Արձես, ստես։ Շնորհակալություն։ Հասկացա։ Դու չգիտես, որ ես խանդոտ ամուսին եմ լինելու։ Ես ինչ ծաղկ է փունջը։ Դու չես իմանա, Աբո ջան։ Սա շատ թանկարժեք ծաղկ է փունջը։ Ասեմ ավելին, հետներ օծանելիք են ուղղակի։ Ֆու։ Ես ինչ վատ հոտա։ Տենաս ես ինչ բրենդ է։ $1500։ Կյանքս շատ շնորհակալ եմ։ Իմ սիրած օծանելիքն ես ուղարկել։ Մի վարքան է հլը, հետում հետ ես խոսում։ Իմ ամերիկացի հարուստ ընկերոջ։ Սուտ ասում։ Հարուստ ամերիկացի ընկեր չի լինում, հարուստ ամերիկացի բարեկամ ալնում։ Դե ցույց տու նկարը։ Պաստորեն դու սենց ֆորմով տղեկ ես, հա, սիրում։ Չէ, ավելի շատ հարուստ։ Աբուլիկ, մամայի բալագնա ժորիկին կանչի թող գա ապակին սարքի, պատուհանի սապակին ճաքելա։ Բայց ապակին խիա ճաք է, մամ։ Բա տեսել ես սրանք ոնց են վերևը քայլում։ Սրանց քայլերին ապակի կդիմանա։
Տիկին Սվետա, եթե թույլ տաք, ես ձեզ կբացատրեմ, որ դա ֆիզիկայի եւ շինարարական մեխանիկայի տեսանկյունից բացառված բան է։ Ուրեմն նայեք, որպեսզի քայլելուց առաջացած վիբրացիան կարողանա ապակի կոտրել, անհրաժեշտ է, որ մեր քայլքի հաճախականությունը համակնի պատուանի սեփական տատանումների հաճախականության հետ, այսինքն առաջանա ռեզոնանս, բայց քանի որ մեր քաշը միջինում 70-ից 80 կիլոգրամ է, իսկ առաստաղի բետոնե սալը մոտ 30 սանտիմետր հաստությամբ երկաթե բետոն, ապա մեր քայլքի էներգիան մարում է դեռ սալի մեջ։ Բացի այդ, ապակին առանցքական տար է, որն ամրացված է ռետինե միջադիրներով։ Այսինքն, նույնիսկ եթե մենք վերևում սինխրոն ցատկենք, մենք ավելի շուտ առաստաղը կփլենք ձեր գլխին, քան թե վիբրացիան կհասնի ուղղահայաց դիրքով գտնվող ապակուն ու այն կճաքեսնի, այնպես որ ամենայն հավանականությամբ ապակին ճաքել է ջերմային ընդարձակման կամ կոնստրուկտիվ դեֆորմացիայի պատճառով։ Գնա Ժորիկին կանչի, արագացրու։ Դուք էլ սեղանը հավաքեք ու անցեք դասերի։ Արագացրեք։ Գորջան, դու հիմա ուզում ես գնաս դասի։ Չեմ ուզում, բայց պիտի գնամ։ Իսկ կարաս մնաս ինձ ամերիկացի զինվոր սարքես։ Գորջան, բայց ես քեզ խնդրել եմ, որ ինձ զինվորական դասեր տաս։ Ինչ եմ ես կոֆե դնում։ Որովհետև քեզ հաստատ պետք կգա սովորել կապտյորկում կոֆե դնել։ Հավատա ինձ։ Համսար! Դեպի աջ թեքի։ Զգաստ! Կամանդիր ջան, կլինի ես ամեն ինչը առանց գոռալու անենք, որտեվ հələ չսկսած արդեն փոշմանում եմ։ Թողնել խոսակցությունները։ Սաճկավատ մի արա։ Պարոն կամանդիր, ես ամեն ինչ կանեմ, որ լավ սովորեմ, որպեսզի ծառայեմ հանուն մեկիս։ Քայլով մարշ դեպի հյուրասենյակի ու չեպկա։ Լսում է։ Շնորհակալություն Անուշ ջան։ Մի հատ բոլորդ նստեք ձեր օդապարիկները տեղափոխվեք ինձ մոտ խնդալու բան եմ պատմում ծիծաղից քանդվեք։ Ուրեմն այն օրը մեր մարզադահլիճ մի հատ տղա էր եկել, ասում է ուզում եմ դառնամ ծանրամարտիկ։ Ասում եմ անունդ ի՞նչ է։ Ասում է մարտիկ։ Ասում եմ դե լավ է որ քաջիկ չի թե չէ կդառնայիր ծանրաքաջիկ։ Հա բայց հետ խնդալու չէր Անուշ ջան։ Ոնց խնդալու չի։ Ասում եմ խնդալու է։ Մի հատ եմ ասում ուշադիր լսեք։ Հարցնում եմ ասում եմ անունդ ի՞նչ է։ Ասում է մարտիկ։ Ասում եմ դե լավ է որ քաջիկ չի թե չէ կդառնաս ծանրաքաջիկ։ Տեսնեք որ ասում եմ խնդալու է։ Կուզեք մի հատ էլ պատմեմ։ Չէ, էլի Անուշ ջան, հեսա մեր դասը սկսվում է։ Լավ, գնում եմ, բայց մյուս դասամիջոցին էլի եմ գալու։ Նենց խնդալու բան եմ հիշել, ծիծաղից կսատկեք։ Բայց կգնաք բուֆետից իմ համար պաղպաղակ կառնեք։ Կարող եք գիտեք ձերի եմ պատմելու։ Սպետես, ընդունիր աշխատանքս։ Ապրես Ժորիկ։ Դու ոսկի ձեռքեր ունես, հիմա ասա ինչ պիտի վճարեմ ու գնա։ Որ ասում ես գնա, ոնց որ ատվորկով խփես կախիս։ Էլի սկսեցիր Ժորիկ։ Հիմա ինձ ասա այդ ապակին ինչի էր ճաքում։ Քեզնից Սվետ, քեզնից։ Այդ տղա ես ինչ եմ արել, որ ճաքել է։ Որ տենց սիրուն աչքերով դու էլ նայես ինձ, իմ սիրտն էլ կճաքի մեջտերից։ Ժորիկ վերջացրու, հա։ Դու ոչ ապակի ես, ոչ էլ քարես։ Ոչ մի աչք էլ քեզ չի ճաքացնի։ Դու ինձ ավելի լավ ասա, այս ապակին էլ չի ճաքի, չէ։ Վիրավորում ես, Սվետես։ Այս ապակին պաժիզնը իր գարանտիան ունի, ոնց որ իմ սիրտը քո հանդեպ։ Ժորիկ վերջացրու, հա։ Դու մոռանում ես, որ ես ամուսնացած կին եմ։ Ես չեմ մոռանում, այդ քո կույր ամուսինն է մոռացել, որ ամուսնացած է քեզ հետ։ Այդ խա, բայց ինչի է կույր։ Քո նման գեղեցկությանը այդ չի նկատել այդ քորը։ Դե լավ էլի Ժորիկ, ամաչացնում ես։ Լավ։ Առես 5000-ը ու գնա։ Չէ, սփողը պետք չէ, մի հատ թուշս պաչի, թողնեմ գնամ։ Այդ խաթուշը որ պաչեմ դու ես ինձ պարտք մնալու։ Իմ համբույրը թանկարժեք համբույր է,
Սիփուլ, ես մեծ սիրով կգայի քո այդ հանդիպման։ Ուղղակի նոր շորիկ չունեմ։ Մեկի, բայց դու այնքան շորեր ունես, որ կեսը մեր պահարանում ես պահում։ Ինչի ես նոր շոր ուզում։ Աննա ջան, շորիկը երբեք շատ չի լինում։ Հիշի, ամեն անգամ նոր տեղ գնալուց քեզ նոր շորիկ ա պետք։ Ու հա, քեզ էլ մի խորհուրդ տամ։ Այդ ում հետ որ գրվում ես, իրանից նվերներ ուզի։ Ոյ, չէ։ Ես իմ դասարանցիների հետ եմ գրվում։ Փաստորեն ես Instagram-ը շատ լավ տեղ է։ Լիքը ծանոթներ եմ գտել։ Մեկիս անուշիգս այդ շորիկը որ սիր արդեն առաքիչի մոտ է հիմա գզարն է դուրդ իջիր առ հակիր ու ինձի նկար մղրգե որ տեսնեմ ինչպես նստած է քո հրաշք մարմնիդ վրա Տեսար։ Սերը ինչ էր անում։ Բայց դա սերը չի, դա գումարն է։ Աննա, հոգիս, հիշիր, սերը դա փողի հոմանիշն է։ Հաննա, ինչ ես անում։ Instagram-ով ընկերներիս հետ եմ շփվում։ Շատ շնորհակալ եմ քեզ Դավիթ, որ բացահայտեցիր ինձ համար Instagram-ի աշխարհը։ Դասընկերներիս եմ գտել ու այնքան հավես է։ Բա քեզ Instagram-ով բան եմ գրել, բայց չես պատասխանել։ Դե Դավիթ, մենք իրականում էլ կարող ենք շփվել, իսկ դասընկերներիս հետ ես վաղուց չեմ շփվել։ Խնդրում եմ մի խանգարիր, լավ։ Տեղում քալով, մարշ։ 1 1 1 2 3 4 ծախ 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 աջ ծախ կան 1 2 1 2 Ված չի։ Մի 6 ամսից սովոր է շարային քայլելը։ Իսկ հիմա տեղում քայլով մարշ։ Պարոն կոմանդիր, թույլ կտա օթորակիչը միացնեմ, որ շոկից շունչը չկտրվի։ Իսկ տան գերագույն հրամանատարը թույլ կտա։ Ով։ Մամատ, չի ասելու ես օրը ցերեկով ինչի եք միացրել։ Հոսանք ա գրում։ Ոչ մի կերպ, որովհետև մեր օթորակիչը էներգախնայող է, ինժեկտորային։ Երևի ինվերտորային։ Երևի։ Իա, աբուլիկ մամայի բալա։ Ես եմ։ Այս զինկոմիսարատից ծանուցում ա եկել քեզ տանում են զորավարժությունների։ Այդ ղաբա ես իզուր եմ քո մեջ այդքան հիվանդություն հայտնաբերել։ Տիկին Սվետա, մի անհանգստացեք։ Չծառայեցներին հավաքների չեն տանում։ Մոտս ուչեպկա է անկել։ Մի 40 օրից պրիսագնա։ Կարակ մի լավ տուլիկ պատրաստեք։ Ճիշտ ասում մամայի բալա։ Ճիշտ այդպես։ Բայց ինչի համար այս ամեն ինչը։ Պարոն մամա, ես անցնում եմ զինվորական պատրաստության արագացված կուրս, որպեսզի արագորեն գրավեմ մեկի բանի Աննայի սիրտը։ Վայ, ինչ լավ է, սիրտս հանգստացավ։ Դե արի մաման մի հատ գրքի իր զինվոր բալին արիստե։ Թույլ կտաք պարոն կոմանդիր։ Ճիշտ այդպես։ Դեպի մայրիկը, քայլով, մարշ։ Թողնել։ Հետ, դարձ։ Բարև։ Բարև։ Բարև Անուշ ջան։ Սիրտս քաղցր բան ա ուզում, ինչ կառաջարկեք։ Բրաունի կուզես։ Պաղպաղակով։ Հիմարի տեղ եք դրել։ Բա ուրա պաղպաղակը։ Անուշ, որ բրաունին ուզես, պաղպաղակը կավելացնենք, որ դրած լիներ կհալվեր։ Հա, հասկացա։ Էրիկ քիչ ես նորմալ բացատրում։ Դե տվեք։ Շատ համով է։ Մի բան պատմեմ ծիծաղից սատկեք։ Հասա Անուշ ջան։ Այն օրը մեր մարզադահլիճում իմ համար պարապում եմ, մարզիչը եկավ, ասեց Անուշ ինչ ես անում։ Ասեցի ոտքի վարժություն։ Ասեց լավ ես անում, բայց քոնով արա, այդ կողքին ոտքը բաց թող։
Անուշ ջան, բաց ես դու։ Էս ինչ խնդալու ես։ Զարմանում ինչի մինչև հիմա ստենդափ համերգ չես դնում։ Ումից ես պակաս։ Լավ բան ես ասում Էրիկ։ Կարամ այսօր ձեր բուֆետում ստենդափ մենահամերգը դնեմ։ Մարդիկ գան ծիծաղից պայթեն։ Հա, իհարկե կարաս Անուշ ջան, բայց տոմսերը ինչքան ես դնելու։ Դե մի 500։ Թանկ է։ Դե մի քիչ հա, թանկ է, բայց մենք մի բան կանենք։ Դու գնա պատրաստվի համերգին։ Դե ես գնամ իմ լավագույնը փորձված կատակները պատրաստեմ։ Էրիկ, լավ չես դու։ Քո համար ի՞նչն էր խնդալու։ Ոչ մի բան։ Բայց կարամ չէ մեջը փող աշխատենք։ Մտեք։ Աննա։ Կալիա։ Աննա։ Ես հասկացա, որ դու իմ կյանքի գլխավոր սերվերն ես։ Որ իմ սիրտը քո հանդեպ աշխատում է առանց լագերի ու բագերի։ Որ քո մի նայվածքը ինձ համար 1 տերաբայթ երջանկություն արժի։ Ու ես պատրաստ եմ ջնջել իմ բոլոր ֆայլերը, մենակ թե քո հիշողության մեջ մի փոքր տեղ ունենամ։ Աննա, սիրում եմ քեզ։ Առանց գաղտնաբարի։ Սիփուլ, ես ստացա քո նվերները։ Մերսի շատ, բայց առանց մեքենա չեմ կարա քո հետ գամ դեյթի։ Դե գիտես, ես չեմ սիրում տրանսպորտներով ու տաքսիներով ման գալ։ Իսկ Դավիթն ինչ էր ուզում, Աննա։ Դավիթը դուրը թակեց մտավ ներս, ինչ որ բան ասեց, թե չասեց ու դուրս եկավ, չհասկացա։ Տեսնես իփանս կֆայ ինձ նորմալ կոնդիցիոներով մեքենա նվիրի։ Դե լավ, եթե դուրս չգա, կփոխեմ, այս սրանից կդնեմ։ Արագ զանգեք Սանչաստ, ասեք թող ֆելշեր գա, վիրավորում է։ Գորա, բո ինչ ա եղել, շտապօգնություն կան, չէ։ Չէ, նորմալ ամեն ինչ։ Զորավարժությունները։ Ցնդել եք։ Սիրտս կանգնեց։ Մեկս մենակ ճիշտն ասա։ Իմ համար էր չէ անհանգստացել։ Աբո ջան, քո համար այս տան ընդամենը մի հոգի անհանգստանում։ Իսկ մնացածիս համար դու մեղմ ասած միևնույնն ես։ Մեկ լուրջ եմ ասում, սենց հոգնած չնեի, անունենց ուշ կգնար ես տեսքից հետ, որը դեսիշ ծիտես։ Մեգի ջան, Որ ես գնում սենց սիրուն հակնված, ոնց որ պաչոտնի կառավլույց ելնես։ Այսօր դեյթի եմ Սիփանիս հետ։ Փաստորեն դու ինձ տենց փոխեցիր այդ ամերիկացի զինվորականի հետ, հա? Բայց իզորեմ, այսքան քո համար 40 կիլոմետր ֆարշ բրասոկ վազ է։ Աբո ջան, իմ համար չես արել, քո էրշ խելքից ես արել։ Հասկացա։ Մի խոսքով դու հայկական տոլմեն փոխում ես ամերիկյան բուրգերի հետ, հայկական խաշը փոխում ես ամերիկյան բուրգերի հետ, հայկական տաժվաժիկը փոխում ես ամերիկյան բուրգերի հետ։ Աբո, Ամերիկայում մենակ բուրգեր չի։ Բալիշկա է։ Դե, բուրգեր, հետո, բանը։ Ուֆ, ինչ եմ ընգել խելքիդ։ Մեգի, լսի, իսկ Աննա ինչ ես տեսել։ Ուղղակի սենյակում չի, զանգում եմ չի պատասխանում։ Ճիշտ ասած չգիտեմ ուրա։
Բայց story էր արել, որ այգում զբոսնում էր մի տղայի հետ։ Իվանստա, բայց ես չեմ տեսել այդ ստորին։ Դե որովհետև close friends-ում արել։ Քեզ երևի չի ավելացրել։ Հա, լավ։ Դե ես գնամ մի քիչ քայլեմ։ Ասում են մաքուր օդը շատ լավ է ուղեղի համար։ Դավ, այգին համալսարանի մոտ է։ Աբո, ես գնամ մեր կուբրիկ, բայց վաղը առավոտ 6:30 պադիոմը, ֆիզո պտի անենք։ Պարոն Կամանձին, բայց օդմուսկ չի հասնում։ Հասնում է, 8 ամիս հետո։ Մեկիս, հոգիս, անուշիկս, բզդիգս, սիրունիկս, ուղիղ 10 վարգյանից բացեր տուրը, անագնգալ ունիս։ Սելի ծաղիկ է ուղարկե։ Ծաղիկ դու կարաս ուղարկես Աբո ջան։ Իսկ Սիփանը մեքենաս է ուղարկել։ Մեգի, սիրելիս, հոգիս, անակնգալը դուրը դիգավ։ Յա, մեկիս, հոգիս, բասում էր Սիփանը երիտասարդ ամերիկացի զինվորական է, ես ուրիշի նկարներ էր ցույց տալիս։ Մեգի, հոգիս, սիրելիս, լյարդս, ինչ գսես դագավին երիտասարդը։ Ուշադրություն մի դարձրու։ Արի դուրս գանք։ Գսեմ, որ մեկին պատմում էր քո մասին, բայց մենք ես լրիվ ուրիշ ձև ենք պատկերացրել։ Լրիվ ուրիշ մարդ ենք սպասում, ենել դու եք կարծյաց։ Հիմա որ մեկին վազրատի ձև ունենար, հաստատ կօգտագործեր։ Ուշադրություն մի դարձրու։ Աբոն ախպերս է ու կատակում է։ Դու ինձ ասա նվերս բերել ես։ Ինչ նվեր։ Ոնց։ Մեքենաս։ Մեգի, սիրելիս, աստորեն դու ինձի փողերի համար կսիրես։ Հա։ Աստորեն բոլոր կանայքը դեր նույն եք։ Ձեզ ինձանից միայն մեկ բան է պետք։ Աբո, դու մեռը։ Լավ չէ։ Բրվեցին այդ փոքրիկ ավազ։ Իա։ Ժորիկ, փաստորեն այդ փոքրիկ ավազակը դու ես։ Հասոնը երկու անգամն էլ էիր դու ջարդե։ Հա, հիմի ասել է, հա։ Ինչ համար ես ջարդում, այ մարդ։ Որ գամ քեզ տեսնեմ, որտեվ հենց այնպես ինչ ես կանչում։ Իսկ ես ստիպված եմ ես քայլին դիմել, որ գամ քեզ տեսնեմ։ Ինչի համար, այ մարդ։ Որովհետև կարոտում եմ։ Որտեվ դու հենց այնպես ինչ ես կանչում։ Իսկ ես այսօր 3 անգամ տեսել եմ քեզ։ Լավ, Ժորիկ, չեմ նայում, ջարդի։ Մեգի, արի ընթրիկ անենք։ Չեմ ուզում։ Ինքը ուրիշ ընթրիկ էր ակնկալում։ Ծովամթերք, գինի, սիփան։ Աբո, բախտդ բերել է տրամադրություն չունեմ, թե չի Անուշին ասելու եւ ոտքերը ջարդեր։ Դա, ինչ կա, գտարանն այն։ Չէ, այսինքն, բայց ես ամնային չէ էլ փնտրում, ես ուղակի մաքուր օդ էի շնչում։ Դարի մեր կապտորկա մի կտոր բան ուտենք։ Չէ, չեմ ուզում, տրամադրություն չունեմ։ Դե դու էլ գնա անդր նստի։ Տրամադրություն չունեցողներով իրար էլ տեղեք։ Երեխեք, ծանոթացեք, Գևորգն է։ Բարև ձեզ։ Որև։ Գևորգի իմ դասընկերն է։ Ինստագրամով ենք այսօր գտել իրար ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հիշեցինք մեր դպրոցական տարիները։ Գևուկ ջան, արի մի կտոր հաց ուտենք։ Չէ, մերսի, ես պիտի գնամ։ Սարայացը սապեր։ Դեռ չէ։ Ուրեմ դեռ վատ է։ Դե լավ, Աննա ջան, ես գնամ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Հաջող։
Աննա ջան, արի մի կտոր հաց ուտենք։ Համել վերջում սեղանը կհավաքես։ Դե մենք սեղան հավաքել չգիտենք։ Չէ, Գոր, մենք Գևորգի հետ արդեն հաց կերել ենք։ Դուք հանգիստ կերեք, ես բարձրանամ վերև։ Բարի ախորժակ։ Ժողովուրդ, երկու նորությունն է, մեկը լավ, մեկը վատ։ Մեր մոտել է տենց։ Կեսի դրամատրությունը լավ է, կեսինը վատ։ Երեխեք, ստենդափ համերգ եմ դրել։ Բա լավը որն է։ Այդ լավն է։ Վատը այնա, որ համերգը արդեն սկսել է։ Ուղղակի մոռացել եմ ձեզ ասեմ։ Եկել եմ հրավիրեմ։ Դե ես գնամ։ Ձեր տեղերի պահածա, եկեք։ Նկատել եք, ինչքան ծանր է ծանրաձողը, այնքան շատ է զգում գրիժատ։ Այս վերջերս գնացել էի ծանրորդ ընկերուհիներից մեկի հարսանիքին, հարսիկը որոշեց ծաղկեփունջի փոխարեն փոքրիկ գանտել շպրտի։ Գանտելը շպրտեց, բոլորը թռան, մենակ ես բռնեցի։ Ստացվում է հաջորդը ես եմ գնում մրցումների։ Այ, ազատ ժամանակ սիրում եմ վիդեո խաղեր խաղալ։ Ամենասիրելի խաղս Olympiական Medal of Honor-ն է։ Վերջի վերջն է։ Անուշ ջան, կներես որ ուշացանք, շարունակի։ Մեկա իմաստ չկա, իմ կատակները ծիծաղալու չեն։ Ոայ, չի Անուշ, շատ ծիծաղալու են, պատմի։ Հաստատ։ Լավ, շարունակեմ։ Նկատել եք։